Երեք հայտնի դարձավ, որ զինվոր է մահացել, կրկին կրակոցներ, ինչ մասին է սա խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ բանակում կան լրջագույն խնդիրներ։ Դրա մասին եւ փակ քննարկումների ժամանակ մենք մեր բոլոր դիտարկումները, մեր առաջարկները բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք, բաներ կա, որ հենց այդ փակ քննարկումների ժամանակ են այդ խնդիրները վերհանվում եւ նաեւ վերջերս ես ուզում եմ ձեզ հիշեցնել իշխանական падգամավորի հայտնի ելույթը հայտարարությունը նրա մասին զինվորների լոգանք ընդունելու հետ կապված, այլ խնդիրների հետ կապված, այսինքն բանակում տեղի ունեցող արատավոր երևույթները շարունակվում են եւ այս ուղղությամբ որևէ մի լուրջ աշխատանք չի կատարվում։ Նաեւ ծնողները, որդեկորից ծնողները բազմաթիվ իրենց հարցազրույցներում հայտարարության մեջ նշում են այն հանգամանքը, որ այդ դեպքերը պատշաճ քննության առարկա չեն դառնում։ Տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները շարունակական բնույթ են կրում եւ համակարգված աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում։ Բոլոր տեղի ունեցած դեպքերը նորից եմ կրկնում, պիտի պատշաճ քննության արժանան, որը որ տեղի չի ունենում եւ այդ երևույթները, որոնք որ քննության ընթացքում ի հայտ չեն գալիս կամ ի հայտ չեն բերվում, բավականին հարցեր են առաջացնում, այսինքն ովքեր են մեղավորները, ինչ աշխատանք պիտի տարվի, այդ առումով ունենք լրջագույն խնդիրներ։ Այս պահին ազգային ժողովում ընտրությունների մասին է խոսվում եւ ԿՀ նախագահը նշում է, որ ընտրակեղծիքը բացառվում է, քանի որ մարդը կարող է միայն մեկ տեղամասում քվեարկել։ Ինչ է կարծում այս մասով, արդյոք ընտրակեղծիքներ կլինեն այս ընտրություններին։ Ընտրակեղծիքները տեղի չեն ունենում միայն ընտրատեղամասերում, ընտրատեղամասերից դուրս էլեկտորալ պրոցեսների ընթացքում այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ բնականաբար իշխող ուժը իր բոլոր ձեռքի տակ եղած գործիքակազմերը օրինական ոչ օրինական օգտագործում է դիցուկ նոր քիչ առաջ իմ հարցադրումը հենց դրա հետ էր կապված, այսինքն վարչական ռեսուրսի չարաշահում, մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիք, նաև ուզում եմ ձեզ ներկայացնել շտաբերի տրամադրման հարցը, որ էլի մարդիկ կաշկանդվում են, ասենք իրենց տարածքները տրամադրել ընդդիմադիր թեկնածուներին, որովհետև վաղ մյուս օրը ունենում են խնդիրներ, զանգեր են ստանում, որոշակի խնդիրներ առաջացնում այդ մարդկանց եւ այդ մարդիկ, այս ժողովրդական լեզվով ասած, չարից փորձանքից հեռու լինելու հանգամանքով պայմանավորված իրենք խուսափում են դրա մասին բարձրաձայնել, որովհետեւ դրանից հետո ոչ թե պատասխանատվության կենթարկվեն այն անձիկ, որոնք որ այդ զանգերը կատարել են, որոնք սպառնացել են, որոնք, չգիտեմ, որոշ առումով նաև ճնշում են գործադրել, այլ կոնկրետ այդ մարդը կընկնի խնդիրների հետևից։ Էս է ամբողջ խնդիրը եւ նաև դրան ուզում եմ ավելացնել նաև այսպես ասած սոցիալական աջակցության շրջանակներում ճակերտավոր տրվող օգնությունները մարդկանց, օրինակ նաև պարզա չէ, ինչի համար արվում, նաև այս նախընտրական շրջանում խոստումներ տալու, այս ճանապարհը կասֆալտապատենք, այս ինչ տեղը կկառուցենք, այնինչ աշխատանքը կանենք, այսինքն դա ինչ է, եթե ընտրական պրոցեսներին միջամտություն չի կամ իշխանական լծակների չարաշահում չէ, նույն տարբեր ուրեմն գերատեսչություններում հայտնի ցուցակագրելու եւ այդ մարդկանց էլի էլեկտորալ պրոցեսներին մասնակցելու սրանք էս բոլորը խնդիրներ են եւ ազդում են վերջնարդյունքի վրա եւ ազդում են ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու այդ հայտնի այդ թեզը որ կա որ անընդհատ շրջանառում են մենք քիչ առաջ էլ ասեցի չէ մենք ժողովրդավարական երկիր ենք իբր թե ժողովրդավարական երկրում նման բան երբևէ ականատես է եղել ենք իհարկե չկա նման բան Դուք շատ եք շփվում հասարակության հետ, արդյոք մինչ ընտրությունները ինչ են ասում հասարակություն, ժողովուրդը ընդհանրապես, արդյոք ընդդիմությունը ունի մեծ ձայների հնարավորություն 50+1 Իհարկե ես տեսնում եմ այդ ձայների հնարավորությունը
շփման ընթացքում, բայց այս վախի մթնոլորտը այս պահի դրությամբ ազդում է մարդկանց ազատ ներգրավվածությանը, այսինքն եթե մարդիկ կարողանան ազատ եւ անկաշկանդ առանց վախի մթնոլորտի մասնակցել process-ներին, մասնակցել հավաքներին, ազատ խոսեն, իրենց կարծիքը արտահայտեն եւ չընթարկվեն շինծու եւ կեղծ քրեական գործերի, այդ որ նոր քիչ առաջ ասեցի, բնականաբար արդյունքները շատ ավելի այլ կլինեն եւ իշխանությունը տեսնելով այս ամեն ինչը անցնում է ռեպրեսիոն մեթոդների, ռեպրեսիոն համակարգը օգտագործում է քանի ընդրական process-ները մոտենան, այնքան այդ ճնշումները ավելանալու են, դա բարձից էլ բարձ է եւ եթե մենք այս ուղղությամբ աշխատանքներ չենք կատարում, այսինքն կոնկրետ դա նաև մեր պարտականությունն է որպես падգամավոր ավելի մեծ պարտականություն իր վրա ունի իշխանությունը, որովհետև ամբողջ լծակները իր ձեռքի տակ է կենտրոնացված եւ այդ մթնոլորտը ես չեմ տեսնում, որ ստեղծվել է Հայաստանում ազատ, անկաշկանդ, թափանցիկ ընտրություն անելու։ Եվ եթե օրինակ մարդը, նույն օրինակը բերեցի, չէ, իշխանական օրինակ դպրոցի տնօրենի, որը, չգիտեմ, հավանում է իշխանություններին կամ ցուցակի մեջ ընդգրկվում կամ չգիտեմ քարոզչության համասնակցում կամ իրենց հավաքներին համասնակցում, որևէ խնդիր չկա։ Այլ պարագայում, եթե կա օրինակ այլ քաղաքական ուժի հարող, չգիտեմ, դպրոցի տնօրեն, այդ մարդը հաշված վայրկյանների ընթացքում աշխատանքից ազատվում է։ Սա մրցակցության հետ ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի սա մրցակցության հետ։ Կամ եթե օրինակ թեկնածուն նույն թիմ ընտրությունների ժամանակ, չէ, քիչ առաջ էլ ասվեց դրա մասին, թիմ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ավականի է ընտրվում կամ ընդդիմադիր թեկնածուն է հաղթում եւ ամբողջ պետական համակարգը լծվում է գործի, որպեսզի հնարավորություն չստեղծի, որ այդ մարդը ընտրվի համայնքի ղեկավար կամ ավականի, եթե ավականի է դառնում, անպայման այդ ավականու թեկնածուների վրա կեղծ շինչու գործեր են սարքում եւ մարդկանց անազատության մեջ են պահում։ Այս ամբողջը ազդում է մարդկանց վրա եւ ստեղծվում է, կրկնում եմ, վախի մթնոլորտ եւ ոչ ազատ մրցակցային պայմաններ, որը իհարկե ազդում է վերջնարդյունքի ընտրական process-ների վրա։